Ողջույն սիրելի հետևորդներ, գեղեցիկ աշուն է։ Եվ այս գեղեցիկ աշունը մեզ բերել է Քաջարան համայնքի հերթական գյուղի հետքերով։ Եվ այդ գյուղն է, որ արդեն պետք է մենք բացահայտենք Կաթնարատ։ Արի ես համար մաքուր կպահեմ ծովը Ժամանեց կտակացնեմ արևը կներկեմ ավազը դեղին կշարեմ խեցիները հենց այնտեղ որտեղով անցնելու ես կնկարեմ սպիտակ հետագիծը նավերին իսկ երբ գնաս ինչպես թե գնաս կփոքրացնեմ այս ծովն ու կպահեմ խեցու մեջ գրպանոց ու դու հերվից կիսված լուսնի պես կժպտաս ծովի մյուս ափից ուր նավերն անգամ չեն տանում Լավ եք, ես Գաբրիելն եմ։ Ես էլ Կարենն եմ, ես ես շինանք եմ, բայց երևի դիշեք չենք։ Ես Արտուրի պապան եմ։ Մոտ 300 տարվա պատմություն ունի։ Փիրմեզ է խելաս։ Փիրմեզը, ուրեմն նախկինում եղել է Փիրմեզը, եղել է Փիրմեզը գյուղը։ Սարեն կողմն, ես քինգդի քարես նա մոտորապես ցույց կտամ, էլի քվենա Փիրմեզը, շաբասի դրվի ժամանակ։ Մի հատ շան հաճոցից ամբողջ գյուղը վերացրալ։ Անցել ես կենում պարսիկները պենը։ Մի շան հաճոցից ամբողջ գյուղը վերացրալ։ Բայց Փիրմեզը ինքը հայկական անուն է։ Вообще-то ավելի շատ բանը կանում Փիրմեզը անունը պարսկական է։ Ոզում սամստեղ սկզբից հենց հայերեն լա բնակվում։ Դե вообще-то ասելավ հայերեն է, սիպարսիկ պեն մուտի պատմությունը կայլ չկա, սիգվե։ Իսկ նախկինում լավ է ներքևում էջանացին բանից հանած է տաթևի վանքի բանից էլի հանած է որ 10-րդ դարում գյուղ կար Փիրմեզը չիացան ուրիշ ես կայլ չմասին մեր գյուղը բան լաս տալիս դուրք լաս տալիս տաթևի վանքին Բայց այս հարկատու գյուղի բնակիչներ ասեն դպրոց չկա, չէ՞ գյուղում։ լավ Որտեղ է։ դպրոցն է ճիշտ տոնով կա Հա, այս տանը տակավ ճանապարհի մանդրով կելս այդքան տակավ դպրոցն է հիմա գոնե այն կլուբի տեղը Չէ, կլուբի տեղը ուրիշ դպրոցել է սեստա Շուտ պարանա եկալ էլ ճանապարհը ստավիքսալ ես դպրոցի պատերը պեն հիշում հիմա вообще մասում չկա էլ ինձ որ Չէ, ոչ մասը կավի չէ Իսկ քանի տարին է սվեմ 4 տարի Չէ միջնակարգը 7 ամյա լաստը օրինակ փուխրուտ 4 ամյա դպրոցն է մեր 7 ամյա փուխրուտից կամել է սովորում Իսկ մոտավոր որ թվից է որ արդեն չէր գործում այդ դպրոցը Երևի կոլխոզը քանդալն սարքալը սոխոզ 59-60-61 թվերից Այդ եկեղեցին է Դաժե իմ հերս էլ չի հիշում դա տեսած չի էլի Եկեղեցին եղել է այս մասերում բաժար ընտված Դե հուա բաժար տված ինչ արած գույն չտա Իսկ Կաթնարատ անունը Կաթնարատ անունը երևի 50 Ասի 41-45 թվականի պատերազմից հետո անունը փոխված է Կաթնարատ Փիրմեզը գյուղը փոխված է Կաթնարատ Զուտ տեմպենի համար ամբողջապանի շրջանում ամենահարուստ գյուղերից ասի երկրորդ հարուստ գյուղն է Ինչով էր հարուստ Ստե ժողովուրդը սով տեսած գույն չի լա սով ինչ աշխատում է ծորեն լավարում արտերեն լավարում Կաթնարատ այդ կաթի հետ հենց կապ Կաթի հետ կապ Բայց հա ես այդ վարկածը լսել եմ որ կաթարատ է եղած դե դրա համար կաթնարատ է կոչվել Այսինքն սա անասնապահությունն է Հիմնականն է էլի գյուղատնտեսությունն է անասնապահություն ծորեն լավարում յուրաքանչյուր Բայց արտեր բաներ վերևները լրիվ սարերում բան մարտեր Հոտատեղեր կան Իմ հոր պապիկն է սարքած պլոտնիկ լաց Ահա գյուղ Կաթնարատը, որը ժամանակի խճուղիներում տարբեր անուններ է ունեցել՝ Մազրա, Պիրմազրա, Փիլմազրա, Փիրմազրա և Փուխրուտ Մազրա։ Բայց մենք այսօր գյուղին նոր անուն ենք որոշել՝ Խնձորատուն, քանզի յուրաքանչյուր արահետ պատված էր կարմիր խնձորի լայն շերտով։ Մենք գտնում ենք Կաթնարատցի լավրենտենց տան պատշգամբում Այստեղից ճիշտ է, այս տան կտուրը խանգարում է, որպեսզի ավելի լավ տեսարան նայենք, բայց էլի շատ գեղեցիկ տեսարան է, բնություն եւ իհարկե աշունը
շատ գեղեցիկ է Կատնարատ գյուղը։ Եկեք քեցեք։ Գյուղը Քաջարան քաղաքից մոտ 4 կիլոմետր հարավ-արևելք է, շրջապատված լեռներով, պաղոթով եւ ուրցի անուշաբույր հոտով։ Ու մեզ բախտ վիճակվեց աշնանը լինել այստեղ ու վայելել բնության ստեղծած ներկապնակը։ Այստեղի բնակիչները հաստատվել են Վերին Հանդ եւ Փուխրուտ գյուղերից, ինչպես նաեւ Արցախից։ Աշխատավորը շատ լավ աշխատում, բայց փոխել է։ Թեկուզ ասում են, ստե եկած է Փուխրուտի ժողովուրդը իրեք ընտանիք է եկած, ասում է երկուսը Փուխրուտից, մեկը Վերին Հանդից։ Գյուղով շրջելիս մենք հանդիպեցինք դատարկ շատ գոմեր եւ հասկացանք, որ ժամանակին անխոս զբաղվում էին անասնապահությամբ։ Գյուղի մասին խոսելիս հիշատակվում է նաեւ Նժդեհի անունը, ով ռազմական գործողություններ է իրականացրել։ Ի զարմանս մեզ այստեղով անցել է նաև Ռաֆին, ով համտեսել է այս գյուղի պանիրը ու գովերքել համն ու հոտը։ Սարից են կողմ ներքև դեպի ձորը լալ ընդում։ ինքը մեզ է։ Հա։ Ես մեր դիք քարն։ Այս լա ստիլաս գյուղած խնդիրը։ Մեկ է ներքևի մի քանի տներն էլի են ամենաներքևը։ Հիմա սա ինչի քար են ասում։ Դիկ քար։ Սա ինձ գալիս է XD խոբաբան ու դունջակներով։ Լսի սա մեր տեսաշան բայներ։ Գալիս էին կուրախանում գնում։ Ստե բանն է, հիշեցի ուժանիսը ասում։ Տատի! Էցեր պիրի։ Փակ դռներ շատ կան, բայց պատմությունն անմեռ է։ Հին սպասք, ավիրված առաստաղներ, օրորոց, մահճակալներ, այս ամենը լուր վկաներն են, որ ժամանակին ճակատագրեր էին միաձուլվում։ Կատնարատ տանող ճանապարհը հիմնանորոգվում է կառավարության եւ Քաջարանի համայնքապետարանի ջանքերով, ինչը ողջունելի է։ Են ինչամանի քարն է։ Երևի։ Ինչի քար։ Բնի։ Հա, դենց ասես ու կասում կլաբինի քար։ Այսինքն բինի քար։ Մի ասած մկել է գյուղը։ Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող։ Լայն աշխարհում քո գրկի մեջ ապրեմ թող։ Դու ժայռակուր մի ամրոց ես հնավանդ, աշտարակներդ, արագած ու արարատ։ Թող ես լինեմ աշտարակի տաղավնին շուքդ մնա, իմ ապավեն հովանին։ Ուր է լինեմ, ինչ աշխարհ էլ թափառեմ, նորից ետ գամ, քո տանիքում ձվարեմ։ Ահա կապուջուղը եւ ահա խուսուկը։ Ձեր գյուղում ասում ես ինչն ավելի շատ։ Կաղնիները շատ են։ Հիշում եմ փոքր ժամանակ, կաղնու վրա, տերևների վրա, ասենց վարդագույն սպիտակի հետ բարձիկներ էին լինում։ Ասում ենք սպիտիկների բարձիկներն սրա վրա են գնում։ Հավաքում էինք, ով ինչքան շատ էր հավաքում ինքը ամենան էր։ Աշոտին համեստի։ Նորիկին աղջիկ։
Տատի, այ տատի, չայ տիրե եկալը։ Տատի։ Ելինի աղջիկ, դու քեզ խմում ջիգա։ Ես մի հատ եմ խմում այն առավոտը։ Ապրեգս իզը մեծ եմ խմում։ Գրողի անունով, են դրե թե պապիկի անուններ։ Չէ, պապի, չէ, հենց դրել են, Ամեն մարդ իր անունը։ Ով ա դրել քո անունը, պապի։ Մարդի ես չի։ Սիրելի հետևորդներ, ծանոթացել ենք Սիամանթո պապի հետ, հետաքրքիր անուն է։ Առաջին անգամ ենք հանդիպում, այո։ Դեսպես գեղեցիկ անուն է, խորհրդավոր։ Սիամանթո պապի, քանի տարեկան եք։ Ես 80 7-8 տենց։ Հա։ Ինչ կա է թա չգիտեմ։ Ինչ կա է դա։ Ինչ կյանքով եք ապրել։ Լավ կյանքով եք Լավ էր, ապրել։ հա։ Հա։ Լավ է։ Հետո Լավ է, շատ լավ է։ շատ լավ էր։ Կհիշեք ինչ եք աշխատել։ Ով եք եղել մասնագիտության։ Մասնագիտությամբ միշտ էլ բան է ես։ Ադե Մոռանում եք, ոչինչ, հիշեք, մեզ հետ հիշեք։ Մեխանիկ է։ Մեխանիկ էիք։ Հա, ուրիշ էլ կա։ Այս գյուղում եք ծնվել, Սիամանթո պապ։ Հա, Հա, այստեղ ծնվել եք, դպրոց եք գնացել այստեղ։ Անպայման, այո։ Այո։ 7-րդ դասանը ավարտել են, Ահա։ գնացել Քաջարան։ Գնացել եք Քաջարան։ Այդպես է եղել։ Սիրում եք գյուղը, Հա, գյուղի աշխատանքը։ լավ է, Լավ է։ այո, լավ։ Սենց։ Դետուրիր ինձ։ Հիշեմ խմում։ Սիամա դու կա նորից։ Ինչ։ Կա նորից ոզում։ Այման ինչ գիտեմ է։ Հա ոստամ կա։ Խչմոզ։ Ձեզ այս տալիս եմ։ Են աղջկան պոյք։ Հովին մերնեմ, հովին մերնեմ, հովին մերնեմ, իմ յարի բոյին մերնեմ, բոյին մերնեմ, բոյին մերնեմ, մի տարի յար չեմ տեսել, տեսնողի աչքի մերնեմ, մի տարի յար չեմ տեսել, տեսնողի աչքի մերնեմ, հոգնել եմ գալ չեմ կարող, գալ չեմ կարող, գալ չեմ կարող, լացվել եմ լալ չեմ կարող, լալ չեմ կարող, լալ չեմ կարող, մի տարի յար չեմ տեսել, տեսնողի յար աչքին մերնեմ, մի տարի յար չեմ տեսել, տեսնողին աչքին մերնեմ, մի տարի յար չեմ տեսել, տեսնողի աչքին մերնեմ։ Молодец. Համեցեք։ Ինքը լահացում է։ Մենք արդեն ունենք այսպիսի գեղեցիկ շորեր, շուտով կշատանան եւ ամեն գյուղում մենք երեխաների հետ խաղեր կկազմակերպենք եւ հաղթողներին կնվիրենք այս վերնաշապիկներից։ Ես մեր գյուղի հաղթողներին Միանշանակ։
Մանե։ Մենք գտնում ենք Կաթնարատ գյուղի հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշակոթողում եւ ամեն մի հուշաքար յուրահատուկ քանդակների տարբերվում է։ Ուրեմն սա մեր հարևան Զավեն պապիկենց տուններ, աղջիկ ուներ, հիշում եմ, Անոց ջան։ Անոց ջան շատ համեղ քաղցրավենիքներ էր պատրաստում, շատ էինք սիրում իրան այդ քաղցրավենիքների խաթել։ Մեր փոքր էքստրեմալ երեխեք։ Սան է թաշայինների համար նստում է։ Սա հյուրասենյակներ հիշում եմ։ Այ այնտեղ դաժե լամպան մնացել է։ Որտե՞։ Հենա։ Ինչ լամպա։ Ջիկ քեզ համորտոր։ Գարիկը մի օր տատիս գալիս է տեսնում ցեխ ամբողջը։ Հասմիկն ու Գարիկը կեղտոտ նասկիներով լվացել էին։ Այս սաղապակիները։ Հիմա պատմեմ իմ տատիկի ու պապիկի, այսպես ասած, միության պատմությունը։ Տատիկս կողքի գյուղից էր, Փուխրուտից, պապիկս Կաթնարատից, ու հիշում եմ տատիս պատմում էր, ասում էր, պապիտ դիավ եկալա, ինձ եկալա, պիրա փիմազրա։ Այդի կրուկամսլացա։ Արկամ պրծում, ոտը տվաներա։ Բալաս եկալ ստոն։ Ոչով, քինի մատնացա։ Տեկտո։ Եկ, տատի մոտ, պապի։ Սա մեր նախասրահն է։ Չէ։ Հա, բայց կուտի։ Դու որտեղ էիր քնում։ Ստեղ, հիշում եմ, մի հատ մեկ բան կար խնոցի։ Տատիս ամեն առավոտ այդ ձայնից էինք հարտնանում, տատիկը ամեն առավոտ բաներ։ Թանը յուղ էր սարքում։ Այստեղ քնում էինք բոլորս։ Աման, մեր կարողացնում։ Ինչ լավ հիշողություններ եւ աբոյը, չէ։ Ստեղ է մի հատ բան, հա։ Թիթեր աբոյները։ Այս աբոյները, ստեղ է մի հատ ռադիո։ Ստե փեչը, այնա փեչի բառն է։ Հա, փեչի։ Տատիս էլա քուճի հատնում։ Տանիքը։ Համեստ ինչ զգացողություններ կան ձեր գյուղում այս պահին գտնվելով, ձեր պապական տանը։ Ես ճիշտ է շուշուտ եմ գալիս այստեղ, բայց տունը որպես այդպեսին երկար ժամանակա չէի մտե, անասելի։ Այն որ մտովի գնացի մանկություն ու լիքը հիշողություն։ Բոլոր թորնիկներով ամառը գալիս եք այստեղ։ Հա, բոլորս։
Մայիսի 25-ին դպրոցն ավարտում էինք, 26-ին բոլորս տեղ էինք։ Ու ամենասիրելի ուտելիքդ, որ հիշում ես։ Միշտ հիշում եմ այնտեղ տատիկը թթու լավաշներ էր կախում ու այնքան շատ էինք սիրում, որ տատիկից թաքուն գնում ենք այդ թթու լավաշները ծերեր ամբողջը ուտում, այսքան բան էր մնում։ Ահա որ շատ էինք սիրում իր պատրաստած թթու լավաշը։ Շատ լավ հիշողություն։ Այդ գողությունների ընթացքում են այն դավ գլորվում կլաս, սաղ ծնկներս վեճ են լինում։ Բան այլի դիք է, անհարմար էր։ Հիմա փորձում է իր պապական տնից դուրս գա։ Մենք միանշանակ կօգնենք, միանշանակ։ Օպա։ Ուժեր ես դու կարող ես։ Շնորհակալություն։ Всё։ Ամենավատ բանը, որ այս գյուղում մենք տեսանք, աղբը այ ու սենց մենք եկանք, մեր ճանապարհը սենց էր, բայց շատ ցավալի է, որ ամբողջությամբ աղբ էր թափված, խմում եք լավ եք անում, բայց ձեր հետևից հավաքեք ու տարեք համապատասխան վայրում նետեք։ Ինձ տուննա գտնվում է Ամերիկայում, այնպես որ Անի ջան, արի քո հայրենի տանը տեղ կանգնիր, այո։ Այս խնձորները քեզ են սպասում։ Մեր գյուղի միակ հեռախոսը, կապի միջոցը մեր մամաների ծնողների հետ, այստեղ էր, այս պատուհանի գորքին։ Այս մեղքի տեղը։ Չէ, այստեղ։ Հենց զանգում էր, Վիկտոր տատիկ ունեինք, Վիկտոր տատիկը արագ պատասխանում էր, մեկը կանչում։ Ամես, թորնայի տասիկ է, Ելենը նա։ Եկեք մեր մամայի պապայի։ Տուքոնիկ Սս թաքուն 340 բան կար։ Աշակերտ կար։ Քանը մարդ կար, 340։ Նրանց հետո կամաց արտաբերություն բացեցին։ Հիմա քանի բնակիչ է։ Հիմա բան չունես։ Ես էլ մեր տին մեկել եմ նայց միտան։ Մեկ եմ երբ ամուսինին։ Բա ոնց եք ծառոթացել։ Ո՞։ Ինքը գտավ ինձ։ Դե ժամանակ համացանց չկար, ոնց եք գտել։ Եկել եք էքսկուրսիա ես գյուղ։ Չէ, ինձ անտես գախան սովորում էի։ Հա։ Որտե՞ղ եք սովորել։ Շնորհակալ։ Պոլիտեխնիկում։ Չէ։ Շինարական տեխնիկում, հա, առաջ ստիլա էլի։ Եվ ոնց է ձեր ծանոթությունը։ Լավ է հիշում պապիներն այ։ Չէ, Դե ես ռափան աշխատում եմ նա։ Հա։ Քաջանը իմ տեղամասիսն է։ Հա։ Բարորս միկն է կաճարա։ Հա։ Այդ հիվանդներից օրերին ախտանոթքում։ Բժիշկա։ Մեր Արմենու հիջեջան։ Պատերազմ տեսել է գյուղը։ Չէ։ Բայց ստատանն էլ գյուղ ստեչ էր։ Որտեղ էր։ Հին փիրմազը դեպի բան։ Արևմուտք։ Սա կատնարատի մոշն է։ Որակալ։
Գեորգինա։ Նեղոները ոնց արնենք տարվեցնի։ Սյուն կոլորիտային այգի։ Մաքուր ապուրապի դեպքերը։ Լավ եք, ես Գաբրիելն եմ։ Շատ հաճելի է Մերուժան։ Մենակ եք ապրում թե ձեր տիկնոջ։ Տիկնն էլ աստե։ Ինչա է, երկու անգամ երբ փորձել։ Թեյի համար է, թե կամպոտ։ Չէ, Մասուրդ թոյ։ Հա։ Մասուրդ թոյալան։ Հա։ Մասուրդ թոկերաշճում։ Աշկիս մեկներդ մեր գյուղացի։ Ես եմ, համեստն եմ, համեստի թորը։ Հա, դու գիտես, ով ես։ Խնամս աղջիկն է։ Հա, դուք հիմա ամարձմերստե եք ապրում։ Չէ։ Ձյունը վրգա գնալու։ Քաջարան։ Բրավո ձեզ, որսեք հասնում եք գեղեցիկ։ Էս ինչ աստե։ Կանաչի է, ծաս պլավա չտաղնի։ Հա։ Դու որտեղ ես ասում։ Ես Կապանից եմ։ Մայրը վերացավ, նորից ստեղծեցինք, էլ չհասցրեց ու տեղնավորվի, էլ կամաց վերացավ, իսկ եմ հատն էլ Վայ, մորի կավը ընդազում։ Սեզոնը պրծեց, բայց էլ այլ կավը կամպոտ անում, էլի։ Հա։ Կարմը կավը կվի մեծ է։ Դու բանը դպրոց քանդվեց։ Հակվեց։ Այդ որդի վներ 63։ Հա, 63 թվին։ 63 թվին գյուղը բան դպրոց քանդեցին։ Բայց ես ավարտել եմ հետո գնացել Քաջարան։ Քաջարան, դեր ավարտել։ Ձեր կինն էլ աստեից։ Չէ, Լեռնազորից։ Հա, դիմացի է։ Ճանապարհին, հա։ Ո՞նց եք ծանոթացել։ Աղջիկա ծանոթանել ինչ կա է։ Ուզում եմ տենամ գյուղում եք ծանոթացել թե քաղաքում։ Քաջարան։ Իսկ եթե ասենք ձմեռ լինի, բայց դե հարմարություն լինի, գազը բանը որ լինի ստեղ։ Թեկուզ հիմա էլ ես գազով եմ աշխատում։ Ցե գազ կա։ Բալոնի գազը, հա։ Ասի բաղնի կա, բալոնի գազը միացրած։ Հա։ Շատ լավ դուանում ում։ Երբ որ մի քիչ փոշյանստում են բաղնի կում եք մեկ։ Մակրությունը լավ բան է։ Միանշանակ։ Հետո բան է։ Հետ տեսնում եմ, ես միանշանակ եմ ձեր այգին այնքան ամեն ինչ sense սիրուն է, քիչ է, բայց ասում եմ վաշե քիչ ավելի հավով է։ Լոշ, չէ, լոր չի։ Մոտից եմ առել։ Հա։ Ես եմ դեից կրավ ստացել։ Հա։ Դե կարանը մի քանի օր մնացել եմ դեից եմ առել։ Երբ ասա Թող ջուրը միշտ լինի, դուք առողջ լինեք, տունն էլ միշտ շենանա։ Ապրես բրատ։ Եվ այսպես գնում ենք Կաթնարատ գյուղի ցորցորտ աղբյուրը բացահայտելու։ Արմատը սա բուսապտ է, բայց ոնց է պահում։ Ռումի երկում գոված սար եմ տեսել, բայց մի զերկարոտը քաշել սյունյաց սար է, ասես մեծ վարպետ նաղաշի ձերքն է հասել, ծաղիկներդ գույն աղշել սյունյաց սարեր, ինձ մոր նման ձեր գիրկն առեք սյունյաց սարեր, յայլաների ծուխը սահող երամ դարած, ինազելին երամի մեջ երաստարած, յայլաների ծուխը սահող երամ դարած, ինազելին երամի մեջ երազարած,